Ողջույն, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից վերադառնում էի տուն և զանգ ստացա, որի պատճառը եղավ այս ճանապարհը գնալը։ Գնում եմ դեպի Նոյեմբերյան, Մեղվի մայր գնելու, սիրելի հետևորդներ ջան, բարեկամներիս հետ եմ գնում, շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ ինձ զգում, քանի որ շատ բարեհաջող օր է ինձ համար այսօր։ Գնում եմ իմ երազանքի ետևից, գնում եմ Մեղու մայր գնելու, սիրելի հետևորդներ ջան, և այս հրաշալի օրը ինձ համար հատկանշանական է, ձեզ էլ ինձ հետ տանում եմ, էս մեր ճամփի քար ու քարափնին, սիրուն բնությունը վայելեք, իսկ ես կբացատրեմ ուր ենք հասել, ինչ կա չկա ճանապարհին և այդպես շարունակ։ Կադրում այդքան էլ չեմ երևում, քանի որ ճանապարհ եմ գնում և մեքենայում նստած ձեր համար այս հրաշք տեսարանները նկարահանում եմ, որպեսզի դուք էլ օրվա մի պահը հետ նստեք մեկ բաժակ սուրճի կամ հյութի կամ էլ սառը պաղպաղակի շուրջ նստած վայելեք ու ինձ հետ այս ճանապարհը գաք, մտքով հեռուն սլանաք և ձեզ լավ զգաք թեթևացած այս աշխարհի ծանր հոգսերից ու բարքերից։ Ինչպես տեսնում եք, հրաշալի է թե եղանակը և թե շուրջ բոլորը։ Չեմ կարող որ չնկարահանել այս հրաշք պահերը, քանի որ ինձ համար սա ուղղակի դրախտ է համարվում, իմ հայրենիքի յուրաքանչյուր անկյունը դրախտավայր է։ Սիրելի հետևորդներ ջան, երբեմն նայեք ձեր շուրջը, նայեք սարերին, ժայռերին, քար ու քարափներին, ճանապարհի հարթությանը, երկնքին, ինչպես որ սիրում եմ ասել, երկնքի պատկերասրահին և կտեսնեք, թե ինչ մեծ ուժ եք ստանում, ինչքան լավ եք զգում ձեզ և յուրահատուկ, աննկարագրելի, անբացատրելի զգացողություն եք զգում այդ պահին, ամեն ինչից թեթևացած եք զգում և նոր էներգիա եք ստանում, ապա փորձեք, սիրելի հետևորդներ ջան, արդեն հասել ենք այն հատվածը, որտեղ հաղթանակ գյուղն է, զորական գյուղն է և դիմացի ժայռերից, սարերից մի քիչ էլ այն կողմ արդեն սահմանն է։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, սահման ասելով արդեն շատ բան ենք հասկանում, որ այս պահին չեմ ուզում այդ մասին խոսել, այլ ուղղակի եկեք վայելենք մեր դրախտավայր հայրենիքի ճանապարհի այս մի հատվածը, որ ես գնում եմ ու ձեզ էլ ինձ հետ տանում եմ։ Այսպես, սիրելիներս, այս դաշտերում երբեմն շրջել եմ առիթ եղած ժամանակ, տարիներ առաջ այստեղ եկել եմ հատուկ այդպիսի բաներ հավաքելու, բույսեր հավաքելու, ուտելի բույսեր, երբ որ մենք մեքենա ունենք և ընտանիքով ու հարևաններով այս կողմերի վրա գալիս էինք այդ ուտելի համեղ, օգտակար բույսերը հավաքելու և դրա համար էլ նշում եմ, որ այս տարածքները ինձ ծանոթ են շատ վաղուց էր, որ այս կողմերի վրա չէի եկել ու ես էլ այս պահին վայելում եմ և ինձ շատ լավ եմ զգում, ուզում եմ, որ իմ լավ զգացողությունները ձեզ փոխանցել, սիրելի հետևորդներ ջան, ահա, 1 ժամվա ճանապարհ է և արդեն կամաց հասնում ենք, այստեղ մոտենում ենք համարյա Բերդավան գյուղին, որը ինձ համար հատուկ նշանակություն ունի այն պահով, քանի որ այս գյուղից հետևորդ ունեմ, ով ապրում է հեռուներում, ապրում է Եվրոպայում։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա մի փոքր վարորդին խնդրեցի դանդաղ վարի մեքենան, որպեսզի իմ սիրելի հետևորդները, որ ընտանիքով ապրում են Իսպանիայում և այս գյուղը իրենց հայրական գյուղն է, միգուցե գտնեն իրենց փողոցը, տունը, ճանապարհը և իրենց հարազատ վայրերը լավ նայեն։ Անուններ չեմ տալի, սիրելի հետևորդներ ջան, թողնում եմ, որ գրառումների բաժնում իրենք կգրեն և այդ ժամանակ բոլորդ էլ կիմանաք։ Այսպես դանդաղորեն դեռևս այդ գյուղի ճանապարհով ենք անցնում և դեռևս դանդաղ ենք վարում մեքենան, որպեսզի էլի եմ ասում, գտնեն իրենց տունը, փողոցը և ծանոթ վայրերից նայելով
հագենան թեթևակի աննշան ձևով թեկուզ եւ հիմա արդեն դուրս եկանք Բերթավան գյուղը եւ արդեն միասին վայելենք մնացած գեղեցիկ տեսարանները մեր դիմաց բացվող կանաչ այս գույնը շատ տրամադրող է եւ այս գույնից նույնպես մեր մոտ լավ էմոցիաներ են առաջանում այս հոլովակի ընթացքում ուզում եմ որ ամեն րոպեն ամեն մի քայլը այսպես ասած թեկուզ եւ մեքենայով ձեզ փոխանցել բարձր տրամադրություն արդեն դեպի նոյեմբերյան թեքվող ճանապարհն է եւ հեռվում երևում է այ Սուրբ եկեղեցին սիրելի հետևորդներ ջան շատերիդ հայտնի շատերդ միգուցե այդտեղ եկել եւ ձեր մոմն եք վառել եւ ձեր խնդրանքն եք կատարել հիմա այս պահին մենք բարձրանում ենք քանի որ ճանապարհն արդեն բարձր է եւ մենք բարձրանում ենք քիչ անց արդեն կհասնենք նոյեմբերյան քաղաք թեկուզ եւ քաղաք է բայց այդքան էլ մեծ քաղաք չէ ամեն դեպքում նոյեմբերյանը քաղաք է համարվում եւ շուտով կհասնենք քաղաքի կենտրոնական հատված մի փոքր էլ դուրս կգանք որտեղ էլ որ արդեն կհասնեմ իմ ծանոթների տուն որտեղից էլ որ պետք է գնեմ մեղվամայրը երկու մեղվամայր ենք գնելու մեկը իմ համար մեկն էլ իմ սիրելի բարեկամների համար որը որ ես էի առաջարկել իրենց քանի որ իրենք էլ նոր են սկսել մեղու պահել եւ առաջարկս իրենք էլ մեծ սիրով ընդունեցին եւ միասին արդեն շուտով հասնում ենք արդեն մեքենայից իջել ենք եւ անմիջապես ինձ գրավեց այս դիմացի տեսարը թե անհատ ճանապարհը որ մեքենայով անհնար էր իջնել քանի որ այստեղ սելավա ջուրը վերաբրջոկել քարուքարափնին ու փոսագծել այնտեղ շուններ նստած որ տեսակ ու շատ խելոք էր թեթևակի մեզ նայեց ու հիմա էլ ես զգուշորեն եմ քայլում քանի որ ճանապարհը այսենց դարուփոս է անկած եւ շուտով կհասնենք այդտեղ ու կվերցնենք մեղվամայրը քանի որ արդեն պատրաստ փաթեթավորած հատուկ տուփի մեջ է Այսպես, սիրելի հետևորդներ ջան, շատ լավ վայրում են ապրում դիմացը մեծ սարեր, ինչպես որ իմ գյուղում է, իմ բնակարանն է եւ նորից լավ տեսարան է բացվում այստեղ ես անմիջապես նկատեցի որ կարկուտը նորից շատ վնասներ է հասցրել այստեղ կիվիի թուփ է ինչպես որ խաղողի բազն է բարձրանում դե շատերդ գիտեք եւ շատ վնասներ է հասցրել իրենք էլ իմ նման կոտրած ջղերը դեռևս վրան են թողել ինչ որտեղ ափսոսալով փոկել վայր նետել ինչ որտեղ էլ շատ զբաղվածության պատճառով քանի որ իրենք ընտանիքով զբաղվում են մեղվապահությամբ, մեղվաբուծությամբ, մայրաբուծությամբ եւ օգտակար են լինում մեր տարածաշրջանի մեղվապահ մարդկանց։ Ահա տեսնում եք սիրելիներս ինչ վնաս է հասցրել եւ բերքը վրան արդեն կոտրված է։ Արդեն ամեն ինչ կազմակերպել ենք ահա մայրերը, սիրելի հետևորդներ ջան շատ ուրախ եմ, շատ ինձ երջանիկ եմ զգում, քանի որ իմ երազանքի մեղվամայրերը իմ ձեռքի մեջ են արդեն եւ նորից այս քարքարոտ դժվար անցանելի ճանապարհը բարձրանում ենք, ահա մինչև վերև կգնանք, մեքենան կնստենք եւ կշարժվենք այսպես մոտեցնում եմ որ դուք էլ հաճելի ձևով տեսնեք քանի որ երբ որ տուն հասնեմ արդեն էլ ցույց չեմ տա քանի որ կզբաղվեմ արդեն մեղվամայրերը տեղավորելով որպեսզի չմրսեն իհարկե նայում եմ երկնքի պատկերասրահին եւ տեսնում եք որ մի կողմը կապույտ ու սպիտակ մյուս կողմն էլ սև ամպերը արդեն եկել ենք խանութներով նոյեմբերյան քաղաքի սուպերմարկետն է որտեղ գները շատ հարմար են համեմատած մեր գյուղի խանութների գների հետ այստեղ ես
որոշեցի, որ ծիրան պետք է գնեմ, այդքան էլ առատ չէր մրգերով, ոնց որ վերջին պահին էինք հասել, քանի որ հիմա մրգերի ամենալավ շրջանն է, կուզեի, որ ելակ լիներ, նաև խոշոր գիլաս լիներ, բալ լիներ, բայց միայն մրգերի ծիրաններ, որ գրավեց ինձ այդ պահին, սիրելիներս, նայում եմ և տեսնում եմ, այս մնացած բաներից չուզեցի, այստեղ դե գիլասը կա, բայց նայեցի, տեսա, որ այդքան էլ իմ սրտով չէ, գինը ինձ համար նշանակություն չուներ, եթե որակը իմ սրտով լիներ կվերցնեի, այստեղ իմ աչքից չվրիպեց այս սիրուն տեսարանը, թե ինչպես են գինու շշերը տեղավորել այս կաչկի միջին, մոտոյանման, սելա, չգիտեմ ինչ բառերով ասել, ուզում եմ մեր բառերով ասել, սա կաչկա է, սիրելի հետևորդներ ջան, որտեղ տեղավորել են գինու շշերի տակառիկը։ Ահա, ուշադրությունս կենտրոնացնեմ այստեղ, քանի որ պիտի տոպրակ վերցնեմ և արդեն մի քիչ հետո ես էլ մոտենամ այս տուփերին ու ինձ համար ջոկեմ իմ սրտի ուզածը, հատնտիր, արդեն տոպրակը վերցրի և կամաց մոտենամ, մինչև որ մյուս հաճախորդն էլ իրենը կվերցնի, որպեսզի չխանգարեմ, ահա այս տեսակ բանջարեղեններ են, գները շատ հարմար են և արդեն ես սկսեցի իմ գործը, փորձում եմ ամենատակից հանել, որ ոչ մեկը դեռևս ձեռք տված չլինեն, դե գիտեք, արդեն գալիս գնում են և ամենքն էլ իրենց ուզածը ջոկջկում են, բայց երբեմն էլ խորամանկություն կարելի անել և իջնել տուփի հատակը ջոկելու համար ամենաընտիրները, շատ խոշոր էր, գինը նույնպես հարմար է, համեմատած մեր մոտի գների հետ, այստեղ 550 դրամ էր ծիրանի արժեքը, իսկ մեր յուղում ավելի թանկ է, ամեն դեպքում թանկից էժանը չկա, սիրելի հետևորդներ ջան, այդպես էժանի հետևից ընկնող չեմ, շատերդ ինձ արդեն լավ գիտեք, բայց երբեմն կարելի է մեր դրամապանակին խնայողություններ անել, որպեսզի կարողանանք ամեն ինչի մեջ էլ տեղավորվել։ Ես որոշել եմ, որ մի ամբողջ այս տոպրակը լցնել, քանի որ իսկապես շատ իմ սրտով էր, լավ խոշոր ու շատ համով տեսակն է, շալախ տեսակն է, ամենից շատ ջոկջկում եմ ավելի հասածները, քանի որ ինչպես տեսնում եք, մի քիչ կանաչին է խփում, իսկ ինձ գրավում է ավելի հասուն ծիրանները, շատ լավ է բուրում ծիրանի բույրը, ուղղակի խենթացնող բույր է և հատկապես այս տեսակի ծիրանը շատ եմ սիրում, ծիրանի բազմաթիվ տեսակներ կան, շալախ ծիրանն է, որ ամենաընտիրն է, սիրելի հետևորդներ ջան, թե ասենք այդ պահին վայելելու և թե կոմպոտների ու մուրաբաների մեջ, շարունակում եմ այստեղ ջոկել և արդեն կշռենք, ահա, մի քիչ պակաս էր, մի երկու հատ էլ բերեցի, ավելացրեցի, որպեսզի կլոր թիվ կազմի, ահա, և այսքանը կազմեց 2100 դրամ, մեկ ամբողջ տոպրակ, հիմա կվերցնեմ և տեսնեմ ինչպես եմ շարունակում, մի պահ իջացնում եմ, որպեսզի մի հատ էլի ամեն դեպքում նայեմ, տեսնեմ այստեղից ինչ եմ վերցնում, հա, որոշեցի, որ նաև 4 սոխ վերցնեմ, հետո պտտվեցինք, եկանք մսեղանի բաժին, այստեղ տավարի ջիգյար, թոք, սիրտ, փայծաղ, այդ տիպի բաներ եմ վերցրել, ամեն ինչից մի քիչ և այստեղ քշերքին եմ էլի նայում, քանի որ երբեմն պետք է, որ քշերքին էլ նայենք, այնպես չի, որ աչքներս փակ ամեն ինչը գնում ենք ու վճարում ենք, հատկապես երբ որ պետք է, որ զգուշանանք ամեն տեղ, այստեղ եկել եմ ամանեղենի բաժին և այս սուրճի բաժակներն եմ գնել, որը նվեր է իմ տաթևի կողմից, սիրելի հետևորդներ ջան, կարելի ասել իմ հետևորդուհու կողմից, դե կատակը մի կողմ, բոլորդ էլ գիտեք, որ տաթևը իմ փոքր աղջիկն է և միշտ ուզում էր, որ ինձ մի այսպիսի նվեր անել, ես մերժում էի, ինքը համոզում էր և վերջապես դա էլ ստացվեց, արժեքը
6800 դրամ, կարելի ասել 7000 դրամ, սիրելիներս, այստեղ իմ մանրը վերցնեմ, նաև կտրոնը վերցնեմ, երբեմն այդ կտրոնները չեմ վերցնում, բայց երբ որ վաճառողը ստիպում է վերցնում եմ, այստեղ եկել ենք արդեն սնվելու, համովություններ ենք վերցրել, ահա խնդրեմ սիրելիներս, շատ լավ տեղ է այստեղ, նորից սուպերմարկետ է, որտեղ հենց տեղում թխում են այս ամենը եւ այսպիսի գեղեցիկ նստելու վայրեր կան, այստեղ լահմաջոն է, այստեղ էլ թվում է թե անտառների ամենավերևում ենք նստած եւ ես կատակով փորձում եմ գտնել արջեր, կայլեր, եղնիկներ եւ այդպես կատակով, հավեսով վայելում ենք մեր համովությունները, երեքով ենք, սիրելի հետևորդներ ջան, եւ շատ հետաքրքիր ժամանակ ունեցանք, նորից եմ կատակով փնտրում այդտեղ գազանիկներ եւ ինչ եմ նկատում, որ այստեղ մեծ ակվարիում կա եւ իհարկե փոքր երեխայի նման ուրախանալով մոտենում եմ, հենց մոտեցա բոլոր ձկները մեկ մարդու նման իրենք էլ ինձ մոտեցան, այստեղ ոսկե ձկնիկն է, սիրելիներս, եւ քանի որ սրանք այս տեսակը անունը չգիտեմ, միգուցե հուշեք, եթե գիտեք, բոլորը մոտեցան ինձ, ոսկե ձկնիկն էլ է ուզում իրեն ցուցադրել, հիմա տեսնեմ ինչպես է ընթանում, մի փոքր էստեղ ուզեցի երկար մնալ, հիանալ, ժպտալ, եւ ինչպես կարելի է չժպտալ այս հրաշքներին նայելով։ Եվ ուզեցի, որ նույնպես ձեր համար նկարահանել դուք էլ լավ զգաք այս պահին, սիրելիներս, ապա պուպուշիկներ, հետարքիր են, չէ, այսպես իրենց յուրահատուկ տեսքով, այդտեղ անմիջապես այդ սեղանների կողքը դրված է, կարելի ասել մյուս կողմը միջանցք է, իսկ դեպի այս կողմ արդեն նստելու համար գեղեցիկ սեղանաթոռներով, ահա, ոսկե ձկնիկը եկել է, արդեն ինքը միայնակ է ցուցադրվում, դե երազանք պահեք, սիրելիներս, ինչպես տեսնում եք, ոսկե ձկնիկի փորիկը արդեն մեծ է եւ ինքը փոքր ոսկե ձկնիկներ է ունենալու Եվ նորից արդեն հետ եկա, քանի որ պիտի նաև շտապենք, այստեղ այս համովությունները կվայելենք, այս գեղեցիկ սեղանի վրա տեսնում եք ներքևում անտառով զարդարված է, անտառի պատկեր է, միգուցե շատերդ այստեղ նստել եւ համովություններ եք վայելել եւ շատերից ծանոթ լինի Իսկ եթե հեռուներում եք, կարող եք երբ որ գալ մեր կողմերը, այցելել այդ կողմերը, սիրելիներս։ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական մասում է գտնվում հենց ճանապարհաեզրին, ահա խնդրեմ, փորձեմ հնարավորինս տեսքը ցույց տալ, որ եթե գաք հեշտ գտնեք, այստեղ Նոյեմբերյան քաղաքի հայտնի երկաթյա եղնիկն է, մի փոքր դանդաղ ենք շարժվում, որպեսզի դուք էլ տեսնեք եւ արդեն շարժվում ենք դեպի տուն։ Արդեն այս կողմից եմ սկսել նկարահանումներս, դե գիտեք վերևից հեշտ է ամեն ինչը նկարահանել ու ցուցադրել, այն գյուղը Բերթավան գյուղն է, որը վերևից ավելի լավ է երևում, տեսեք ինչքան մեծ գյուղ է, սիրելի հետևորդներ ջան, իսկ արդեն մի փոքր առաջ կգնանք, այնտեղ էլ Կողբ գյուղն է, որը նույնպես իր տարածքով եւ բնակչությունով շատ մեծ գյուղ է։ Տեսնում եք, որ արդեն երեկոյան ժամերն են մոտենում եւ ես հույս ունեմ, որ արևամուտը մենք միասին կվայելենք եւ այդ հրաշք տեսարանը միասին կդիտենք։ Ահա, իջնում ենք այստեղ ամբողջովին դուք Կողբ գյուղն եք տեսնում։ Այդպես փռված սարերի, ձորերի, մի խոսքով, դե գիտեք, մեր հայոց լեռնաշխարհի վրա ինչպես են մեր գյուղերը, այդպես հաստատուն ձևով բնակչությունը ստեղծում ու արարում։ Թող Աստված պահապան լինի
մեր հայրենիքին։ Այստեղ Թումո կենտրոնն է, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ ես Թումո կենտրոնում եմ աշխատում եւ մեր գյուղից երեխաները գալիս են այստեղ, քանի որ այդտեղ գլխավոր տեղն է, ավելի խորացված մասնագիտանում են այդտեղ։ Արդեն նորից շարունակում ենք արագ տեմպերով վարել, որ մեղվամայրերին այդքան էլ չնեղացնենք եւ հնարավորինս շուտ հասնենք եւ շուտ այդ գործն անենք։ Այստեղ գեղեցիկ ծառուղի ենք գնում, եւ արդեն ծառուղուց հետո ավարտին ենք հասցնում մեր ճանապարհները, դուրս եկանք Բերթավանը եւ առաջ ենք շարժվում։ Ճանապարհները լավ վերանորոգված, այստեղ արևամուտն է սկսվել եւ ինձ հաջողվեց, որ այս պահն էլ ֆիքսել ձեր համար, իհարկե մենք բոլորս այդ կողմն ենք նայում եւ հասցրեցի նույնիսկ կովերին նկարել եւ քանի որ այդ ժամն է արդեն անասունները տանում են դեպի տուն, որպեսզի արդեն վայելեն այդ օրվա կաթը։ Սիրելիներս, այսպես ծառերի երանգներով արևի շողերը ուժեղ մեզ է հասնում։ Այս ծառուղին նույնպես շատ գեղագիտական հաճույք է պատճառում։ Շատ խոսեցի, սիրելի հետևորդներ ջան, տեսեք եւ վայելեք։ Երբեմն շատ խոսելը նույնիսկ արժե, քանի որ անծանոթներիդ համար պետք է որ բացատրեմ, թե որտեղ ենք, որ մասում ենք գտնվում։ Սա այն ճանապարհն է, որով որ գնացել էինք եւ հետ դարձի ճանապարհին վայելում ենք արևամուտը, որն արդեն սահմանից այն կողմ է ցույց տալիս։ Այստեղ արդեն մի պահ էլ ուշադրություն եմ դարձնում իմ մեղվամայրերին։ Կապույտ ներկով այս տարվա գույնը բաց կապույտ գույնն է եւ շատ բարեխղճորեն ներկված է, լավ տեսանելի է։ Այս տուփերի մեջ իրենց կերը նույնպես դրված է, որ այդ ժամերի ընթացքում մնացած խնամող մեղուները այդ կերից մասնիկ պոկում են եւ թաքուհուն կերակրում են։ Ամեն րոպե, ամեն պահ մեղուները խնամք են տանում թաքուհու ամեն ինչը ապահովելով։ Իհարկե այս պահին մենք հետարքիր զրույց ենք ունենում բարեկամներով, սիրելի հետևորդներ ջան, ամբողջ ձայնը անջատել եմ, որպեսզի հետո մոնտաժային աշխատանքների ժամանակ ես առանձնակի ձեր հետ զրուցեմ։ Դե գիտեք, որ այդ պահին երբ որ բարեկամներով ենք, արդեն մեր զրույցները բարեկամական են, որը կարիք չկար, որ այդպես դա էլ միացնեի եւ դուք էլ լսեիք։ Չգիտեմ, կարծում եմ դուր կգա այս հոլովակը բոլորիդ եւ ձեզ լավ կզգաք։ Արդեն հասնում ենք մեր կողմերը, մեր քարուքարապները եւ այնտեղ հեռվում դեպետն է հոսում, որը աննշան երևում է, այստեղ էլ արդեն հիդրոէլեկտրակայանն է, որը արհեստական ջրվեժ է, սիրելիներս, շատ գեղատեսիլ վայր է, շատերն են այստեղ գալիս եւ հատուկ նկարվում։ Սա էլ արդեն պոկված կամուրջներ, որն արդեն վերանորոգված է։ Շուտով կհասնենք մեր գյուղ եւ իհարկե ես նորից տեսախցիկը պահում եմ, որպեսզի դուք էլ վայելեք մեր հայրենիքի դրախտավայրերը։ Արդեն արևը մայր է մտել, այն կողմում է, բայց դեռևս լույս է։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, վայելեք եւ ձեզ լավ զգացեք։ Շուտով կհասնենք գյուղ, այնտեղ հեռվում սպիտակին է խփում դեպետ գետի հոսքը եւ արդեն բարձրանում ենք մեր գյուղ։ Երկու ճանապարհով ենք բարձրանում այստեղ, մյուսը դեպի Թեղուտ գյուղ, մյուսը արդեն մեր գյուղի այս գեղիտակի բավարոտն է։ Այսպես պատկերասրահը գեղեցիկ է եւ գրավիչ։
մի հատ էլ վերևից նայենք, քանի որ արժանի է, որ այս տեսարանը նույնպես ձեզ ներկայացնեմ, հեռվում երկաթգծի տեղն է, որտեղով որ գնացքներն են գնում եւ բարձրանում ենք։ Մեր գյուղը նույնպես շատ մեծ է, բնակչությունը շատ է, սիրելիներս, երբեմն ասել եմ, եւ կամաց արդեն բարձրանում ենք։ Ձախ կողմում մեծ քարափ է, որի վրա նույնպես բնակչություն կա, եւ այդ ձախ կողմի քարափի բնակչությունը, որ ապրում է, այդ տարածքը մեր մեծ քարի գլուխն է, որտեղ նույնպես կան նշանակալից վայրեր, եկեղեցիներ, արդեն տուն ենք հասել եւ խորովածի կրակն ենք վառել, ջան, սիրելի հետևորդներ ջան, նաեւ հիաշտություն կա միացրած, դրա համար էլ այստեղ նորից ամբողջ ձայնը ես անջատել եմ, որ երաշտությունը չխանգարի, այս ծառը դափն ու ծառ է, սիրելիներս, եւ շատ հրաշալի ժամանակ վայելեցինք միասին, սա էլ արդեն վերևից նկարեմ ընդհանուր տեսքը, արդեն բարեկամներս սեղան պատրաստելու գործով են զբաղված, ես էլ ուզեցի այս գեղեցիկ տեսարանը ձեզ ներկայացնել, այստեղ իհարկե ես էլ եմ օգնում, որպեսզի արագացնենք նաև խորոված պատրաստելը, քանի որ այս ընթացքում լիքը գործեր շատ կարևոր, իջացնեմ, ես էլ օգնեմ եւ այս պահը ասեմ, որ նույնպես ինձ համար շատ հետաքրքիր ստացվեց, հիմա այնտեղ իջնում եմ, պտտվեմ, մոտենամ, վերևից ինձ նկարում է բարեկամուհիս, իհաշտությունը շատ բարձր է, մեր սիրելի իհաշտությունն ենք լսում, սիրելիներս, հիմա ես էլ բարձրանամ, որ սեղան պատրաստելուն ես էլ օգնեմ, կրակն արդեն եղել է եւ շուտով կշարենք, քանի որ այս ընթացքում տան տղամարդը կարևոր գործով մի պահ դուրս եկավ, արդեն կանանց վրա անկավ այս շշերը շարելը եւ ես իմ ձեռքը վերցրի, քանի որ գիտեք, որ նույնպես այս գործերից հասկանում եմ, այսպես, ջան, արդեն այս շորտ վիդեո եմ ներկայացրել ձեզ եւ շատ շատերդ շորտ վիդեոյի տեսքով տեսել եք, հիացել եք, քանի որ այս ընթացքում նաեւ ինձ հաջողվեց այդպիսի շորտ վիդեո ստեղծել իմ եւ ձեր համար, սիրելի հետևորդներ ջան, ճանապարհից նաեւ թարմը միս էինք գնել եւ այստեղ արժեր, որ այդ թարմը մսով մի լավ խորոված անելու, վայելել, հայավարի, տնավարի ու հավեսով ու համով հոտով։ Այսպես, սիրելիներս, այստեղ վարդերի բուրաստան է, թեպետև այստեղ մոտ է ցանված վարդի թուփը, բայց չի վնասում, քանի որ այստեղ ամեն բան շատ մտածված է, կառուցված եւ շատ կոկիկ է արված։ Մյուս կողմում նույնպես ամառային նստելու տեղ կա եւ դա էլ ընթացքներում մի հավեսոր այդտեղ էլ կներկայացնեմ, հնարավորինս զգուշ կլինեմ, որ նկարահանման ժամանակ երաժշտություն չլինի, որ կարողանամ իմ խոսքով անմիջապես միանալ ձեզ։ Մեզ բարյախորժակ, ձեզ էլ բարի դիտում, սիրելի հետևորդներ ջան, շնորհակալություն, որ այս ընթացքում եղաք իմ զրուցակիցը եւ իմ ճանապարհի ընկերները, բոլորիդ շատ շնորհակալություն, որից հետո էլ արդեն մեղուներին կտեղավորենք եւ արդեն այդ գործով կզբաղվենք։ Առայժմ, սիրելի հետևորդներ ջան,